Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ կապված միջադեպին։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իսրայելին եւ Վաշինգտոնում տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ զոհված երկու իսրայելցի դիվանագետների ընտանիքներին։ Մենք խստորեն դատապարտում ենք այս վախկոտ բռնության ակտը, որն ուղղված է վախ եւ պարակտում սերմանելուն, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեքերինսկայի հետ։ Այս մասին հայտնել է դաշինքի ադրբեջանական ներկայացությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ներկա վիճակը եւ հեռանկարները, այդ թվում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հետ կապված հարցեր։ Ընդգծվել է Ադրբեջանի ներդրումը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում, ինչպես նաև դաշնակից եւ գործընկեր պետությունների էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այցի ընթացքում Հիկմետ Հաջիևը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի առաջին փոխտնօրեն Լորենց Մայեր Մինիմանի հետ։ Թուրքիան գոհ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունից։ Այս մասին ասվել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ամփոփիչ հայտարարության մեջ, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշվում է, որ հանդիպումը հաստատել է վերջնական խաղաղության հաստատման շահագրգռվածությունը, որը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Վերսկսվում է Կովկասի մահմեդականների վարչության Երևանի ավագանու գործունեությունը։ Այս կապակցությամբ Կովկասի մահմեդականների վարչության ավագանու նիստ է անցկացվել։ Երևանի ավագանին իր գործունեությունը կշարունակի Կովկասի մահմեդականների վարչության գլխավոր շենքում։ Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին, իսրայելցի դիվանագետներին եւ երկրում հրեական համայնքին ցուցաբերած աջակցության եւ պաշտպանության համար։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Մենք ցնցված ենք Վաշինգտոնում հրեական միջոցառման ժամանակ տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական ակտից, որի ժամանակ մոտ հեռավորությունից գնդակահարվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցները։ Յարոնոն ու Սարան երկուսն էլ իրենց կյանքի ծաղկման շրջանում պետք է նշանվեին հաջորդ շաբաթ։ Փոխարենը մենք պատրաստվում ենք թաղել նրանց կոտրված սրտերով։ Սա ցավալի հիշեցում է։ Իսրայելի մասին անընդհատ ստերը, մեր ժողովրդի դիվականացումը եւ մեզ ուղղված ատելությունը այս ամենը թանկ գին ունի, գրել է դեսպանը։ Հաջողությամբ ավարտվել են առանց 2025 համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում էին Ադրբեջանի եւ Իրանի զինծառայողները։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինծառայողները ճշգրտորեն կատարել են առաջադրված խնդիրները։ Խոջալու քաղաք եւ Խոջալու շրջանի Բալլջա գյուղ է ժամանել նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը։ Խոջալու քաղաք եւ Խոջալու շրջանի Բալլջա գյուղ վերաբնակեցվող խումբը բաղկացած է այն ընտանիքներից, որոնք ժամանակավորապես բնակվել են հանրապետության տարբեր շրջանների հանրակացարաներում, առողջարաններում եւ վարչական շենքերում։ Այս փուլում Խոջալու է վերադառնում 1 ընտանիք, 5 մարդ, իսկ Բալլջա գյուղ 8 ընտանիք, 29 մարդ։ Նշենք, որ ներկայումս Ղարաբաղում եւ Արևելյան Զանգիզուրում բնակվում է ավելի քան 40,000 մարդ։ Հայ հարմոնահար Գարիկ Ստեփանյանը պոպուրի է կատարել ադրբեջանական Բեսնետեյիմ, Այբերի Բախ, Նիա Յոխտեիրսյան եւ Գյուման Երիվար երգերից եւ տեղադրել իր էջում, առանց նշելու երգերի անունները եւ նրանց հեղինակներին։ Ինչպես հայտնել են մտավոր սեփականության գործակալության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում եւ թվային եւ աուդիովիզուալ հեռարձակման ինդուստրիա հասարակական կազմակերպության տեխնիկական աջակցությամբ Գարիկ Ստեփանյանի կատարած միքսը հեռացվել է YouTube-ից։
Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։